Մենք գտնվում ենք Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի դիմաց, որտեղ գտնվում է 940 ընտրատեղամասը, որտեղ ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց, քվեարկել է հաստատ գաղտնիք է, բայց մենք հույսով ենք, որ մեր իմացած ուժին է քվեարկել, պարոն Պապյան։ Դե կարելի է ենթադրել ես, որ ուժին պիտի քվեարկեմ, որովհետև տարիներ շարունակ բնականաբար մենք համատեղ պայքարել ենք Հայաստանում մեծ փոփոխությունների համար եւ այսօր հույս ունենք, որ ի վերջո այդ փոփոխությունները իրականություն կդառնան մեր համատեղ բոլորի քվեներով եւ երկու խնդիր կլուծենք, մեկը ներկայիս իշխանությունները կփոխվեն, մյուսը ազգային ժողովրդական բևեռը իր արժանի տեղը կունենա Հայաստանի քաղաքական դաշտում, նաեւ խորհրդարանի ներսում։ Խորհրդան դրսում մենք ունենք մեր տեղը։ Ինչով են այս տարվա ընտրությունները տարբերվում նախորդ ընտրություններից։ Առաջինը կարևորությամբ, որովհետև հիմա մենք իսկապես կանգնած ենք լուրջ ճամփաբաժանի առջև եւ սա պարզապես իշխանության ընտրություններ չեն, թե ով իշխելու, այլ քաղաքական, ես կասեի անգամ աշխարհաքաղաքական ընտրության հարց է, որից էլ կախված ալնելու շատերից ճակատագիրը։ Առաջինը դա։ Մյուսը նաեւ, որ տարածաշրջանը ընդհանրապես շատ ավելի լարված է, հետեւաբար Հայաստանի ներքին վիճակը պիտի պատրաստ լինի դիմագրավելու այդ բոլոր փորձությունները եւ երրորդը, չգիտեմ, առայժմ առերես, այսպես ասած, տպավորությունն է նա, որ իշխանությունների միջամտությունը շատ ավելի է, բայց դա թողենք դիտորդները եւ մյուսները համապատասխան փաստերի վրա եզրակացություն կանեն։ Ձեր գնահատմամբ ինչ մթնոլորտում են այս ընտրությունները տեղի ունենում։ Դե տեսեք, նախ տեղի ունեցան մինչև ընտրությունները արդեն խախտումներով, որովհետև հատկապես քաղաքացիական պայմանագիրը իբր ներկուսակցական հանդիպումների, չգիտեմ, զրույցների խորհրդակցության համեմատ սկսեց ընտրապայքարը, որ օրենքով թույլատրելի չէ, որովհետև հաստատ երբ որ դու փողոցում մարդկանց հանդիպում ես եւ ինչ որ բաներ ես խոսում, դա վստահ չես, քո կուսակցությունից է, թե չէ, պատահականորեն չես հանդիպի, եթե ներկուսակցան պիտի լիներ դահլիճային եւ պիտի լիներ միայն ոչ աշխատանքային։ Եղավ խախտումները սկսել են վաղուց եւ մենք տեսնում ենք, որ հիմա մի շարք ասենք կուսակցություններ նաև ներգրավված են դրա մեջ։ Մյուսը նաև, որ այս ընտրությունների ժամանակ ակնհայտ է, որ միջոցների փողի դերը շատ ավելի մեծ է, ամեն ինչ շատ ավելի, ոնց որ ասած, թանկ է, հարուստ կուսակցություններ, ես կասեի, օլիգարխիկ կուսակցությունները հնարավորություններ ունեն տարբեր պաստառների, տարբեր գովազդերի եւ այլն դնելու, իսկ գաղափարական կուսակցությունները, որոնք շատ չեն ցավոք սրտի քաղաքական դաշտում, բայց էլի կան, նրանք փորձում են գաղափարներով այդ գրավել ժողովրդին, իսկ ժողովրդի մի զգալի մասը դեռևս հասու չի այդ գաղափարներին մեկ, մյուսը, քանի որ հնարավորություն չկա հասցնել այդ մարդկանց մանրամասները, բնականաբար իրենք իմանում են շատերի մասին, մասնակցում մեզ մասին, ոչ թե մեր ծրագրով, մեր արածից, այլ պարզապես թե մեր մասին ուրիշներն ինչ են ասում։ Իսկ նոր անկախ Հայաստանի այս շրջանում, որ տեղի ունեցած ընտրություններ, եղել են այսպիսի ընտրություններ, երբ որ նախորդ օրը հենց ընտրության օրով բազմաթիվ նույնիսկ պատգամավորի տեխնացուներ բերման են ենթարկվել, ձերբակալվել են, կալանավորվել են նույնիսկ։ Ես ճիշտ ասած չեմ հիշում նման բաներ, ընդհանրապես վարչական միջոցների շատ ավելի մեծ հիմա գործատություն կա, գիտեք, ժամանակին երբ որ նախագահական էր, այսինքն 2015-ի սահմանադրությունը, նախագահական կառավարման դեպքում ավելի նախագահականն էր կարևորվում, քան ասենք կուսակցություններով ընտրությունները, այսինքն խորհրդարանի գնալը, եւ տեսեք հիմա սա ըստ էության ընտրությունն է կուսակցությունների միջև, բայց բոլորը գենթագիտակցաբար, այսինքն նշում են, ասում են վարչապետի ընտրություն, կամ ասում են այս վարչապետ նրան ինչ որ տարբեր մարդկանց բան, չէ, սա կուսակցությունների է, կուսակցություններին պիտի ընտրեն ըստ անցած ուղու, կատարած գործի եւ ըստ ծրագրերի, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ։ Ես չեմ հիշում նման վարչական, այսինքն կիրառում, որը եղել է, հիմա ոնց որ թե ամեն ինչ շատն է։ Եվ ինչպես մենք նկատում ենք, ամբողջ աշխարհում շատ
հեղինակավոր ԶԼՄ-ները հետևում են այս ընտրություններին, ինչով է սա պայմանավորված եւ մենք տեսնում ենք, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ եւ տարածաշրջանային պետություններ հետևում են եւ հետաքրքրված են այս ընտրությունների արդյունքներին։ Պայմանավորված է, ինչպես ես ասացի, սա պարզապես, ասենք, Հայաստանի ներիշխանական մրցակցություն չի, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման եւ բնականաբար շատ երկրներ շահագրգռված են, որ իրենց համակրանքը վայելով կամ դեպի իրենց ուղղվածություն ունեցող մարդիկ եւ կուսակցությունները հաղթեն։ Գիտեք, եթե դա լիներ ընդհանուր գաղափարական հետաքրքրություն, հասկանալի է, ամեն մեկը ունի, բայց մենք տեսնում ենք կտրուկ միջամտություն եւ մեզ համար ընդունելի չի, լինի դա արևմուտքից, մասնավորապես Մակրոնի, չգիտեմ, Ռուբիոյի եւ Վենսի արտահայտությունները, ասենք ուղակի, կամ լինի նույն Մոսկվայից, Պուտինի կամ այլոց, ել չեմ խոսում Բաքվի եւ Անկարայի ներգրավվածության մասին, որոնք անընդհատ իշխանություններն են գովում, սպառնում են Հայաստանի ժողովրդին, եթե այսինչի չընտրվի, վատ կլինի եւ այլն եւ այլն։ Այդ շահագրգռության ասկա, ես ցավալին այն է, ես հատկապես ուզում եմ շեշտել, որ արևմուտքը, որի արժեքները կիսողը մենք ենք եւ ուզում ենք ըստ էության այդ արժեքները զարգացնել, ինքը հաճախ իր աշխարհաքաղաքական շահերի համար նահանջ է գրանցում իր արժեքային համակարգից, որը ընդունելի չի, որտեղ նման անգամ տակտիկական նահանջի վերջո ստրատեգիական պարտության է բերում, որտեղ դա վարկաբեկում է ընդհանուր այդ արժեքային համակարգը։ Այսինքն այդ թվարկածները բոլորը փորձում են ուղղորդել մեր Հայաստանի քաղաքացիներին։ Այո, փորձում են իհարկե ուղղորդել, երբ որ դու լինելով երրորդ երկրի ղեկավար անձ կամ երկրորդ երկրի նայած ոնց մոտենանք, հայտարարում ես, որ այս ինչը լավ է, ճիշտ է, գիտեք, երբ որ ընդհանուր օրինակ խոսք գնա արժեքային համակարգի մասին, ասենք, որ մենք կուզենք, որ ժողովրդավար ձևով լինի արդար ընտրություններ, այս բան հասկանալի է։ Դա ընդհանուր ցանկություններ է, բայց երբ որ ասում ես որ այս մեկն է լավ եւ այլն եւ այդ մեկն էլ փորձում է դա շահարկել, ասելով, գիտեք, այս բաները որ տեղի ունեն, իմ շնորհիվ է, ես չլինեմ, չի լինի կամ հակառակը, որ այդպես ես վստահեցնում եմ ցես, անկախ նրանից ով որ կամ որ կուսակցությունը կհաղթի, ըստ էության այդ երկրների շահերը մնում են անփոփոխ, աշխատելու են իշխանության հետ, ով որ լինի, հաճախ դա վատ է, որովհետև հաճախ այդ իշխանությունները ժողովրդը ինքը չի ընդունում, բայց տարբեր երկրներն այդ աշխատում են, բայց երկրներն աշխատում են բնականաբար իշխանությունների հետ։ Այստեղ խնդիրը ես կարծում եմ ոչ թե այն է, որ ասենք իշխանության կարծիքը պետք է հաշվի առնեն, թե չէ, բնականաբար պետք է հաշվի առնեն։ Խնդիրն այն է, որ իրենք աչք են փակում ընդդիմության դեմ ոտնձգություններին, հանուն նրա, որ իրանց ուզած իշխանությունը կարծեք թե լինի այդ հաղթողը։ Եվ պարոն Պապյան, վերջին հարցս այսօրվա խորհրդով ձեր պատգամը Հայաստանի քաղաքացիներին։ Նախ ես քանի որ մոտ 8 ժամ ժամանակ դեռ ունենք, ես կոչ կանեի անպայմանորեն գալ եւ քվեարկել մասնակցել, որովհետեւ դուք ամենասկզբում ասացիք, սա քաղաքացիական պարտ կա, սա պարտավորություն է, որ պիտի արվի, առաջինը, իսկ եթե դու երկի քաղաքացի ես, դու պիտի անտարբեր չլինես։ Մյուսը նա է, գիտեք, անգամ փոքր երեխան չի ուզում, որ իր փոխարեն ինչ որ մի բան ընտրեն տան, միշտ ասում ես, որ մեկը կուզես։ Բա դու քո երկրի ճակատագրին չմասնակցես, ինքդ գոնե այս ընտրությունը չանես, շատ շատերը, որը տարիներով չեն մասնակցում քաղաքական կյանքին, գոնե 5 տարին մի անգամ կան արտահայտվել։ Այսինքն առաջին կոչս նա է, որ եկեք մասնակցեք, անպայման քվեարկեք, այսինքն ընտրություն կատարեք։ Երկրորդը նա է, որ ընտրություն կատարելիս մի խաբվեք խոստումներին, այլ տեսեք, թե ով ինչ է արել, որովհետև դա է ցուցանիշը, չէ՞, Աստվածաշունչն ասում է, որ ծառը պտուղից է իմացվում, այսինքն ինչ պտուղ են տվել, որովհետև գիտեք, խոստումներ տալը շատ հեշտ է։ Այսօր լսում ես կուսակցությունների եւ մարդկանց, որ կյանքում ոչինչ չեն արել, քաշվել են մի կողմ իրենց համար, ոչ են, հիմա ասում են կգանք սականենք, այս անողեի կանեիք, գոնե մի քանի տարի, ասենք, պայքարեի կամ մի հատ դուրս գայիք փողոց, մի 50-100 հոգի տեսնենք ձեր հետևորդներից, թե ովքեր եք, բայց հաճախ դրանք այսպես սնամեջ կուսակցություններ են, բայց դրանք շատ կարևոր են որոշ խմբավորումների համար, ստեղծում են, որպեսզի քվեներ տանեն, բան անեն կամ անգամ փորձեն խորհրդարան մտցնեն, որպեսզի հետո
կոալիցիա ձևավորեն, որտեղ ես վստահ եմ, որ որևէ քաղաքական ուժ միայնակ 54 պատգամավոր, այսինքն 51-52% չի կարող ունենալ։ Դրա համար շատ կարևոր է, թե որ ուժը ում հետ պիտի համախմբվի։